Փառավոր բոլոր անունից վերը երկրպագություն իրան ինքս տենա խոնարհում իրան Հիսուսը ներկա է փառք Հիսուսի զավակներն են ներկա շնորհակալ ենք Հիսուսից որ ձեզ ուղարկեց եւ ձեր քայլերը ուղղեց դեպի մեզ այս հիրահայոց լեռների ստորոտում այս պստիկ հոտին ուրախություն պատճառեցիք մեր Տիրոջ շնորհքով Դերը օգնից Հիսուսի անունով օգնում եմ ձեր Հիսուսին Ինչ էլ որ անենք թեկուզ մեր մարմինն էլ այրելու տանք բայց եթե Քրիստոս մեզ հետ չլինի մեր մեջ չլինի մենք ոչինչ ենք եւ այդ ոչնչությունը ես իմ կյանքից մեջ շատ եմ զգացել երբ որ Տիրոջ բացակայությունը գալիս է կյանքից մեջ Ես ինձ դատարկ ու անձև եմ համարում Բայց երբ որ գալիս է Տիրոջ զորությունն ու օծությունը իմ ու քո կյանքի մեջ Պողոսի նման համարձակվում եմ ասել ես ամեն բան կարող եմ անով որ ինձ զորացնում է եւ ձեզ է Այսօր Աստված զորացնելու է բոլորիս փառքին է Որտեւ Աստծո ծրագիրը հենց այդ եղբայրները այդ ծնին որ եկան ճանապարհ կտրեցին այդքան եւ այսօր հավատքով Հեսուի նման պայքարելով դեպի այդքան շատ ոչ չեն բայց Աստված իրանց հետ է մեզ հետ է հաղթություն է տալու մեր բոլոր խնդիրների դժվարությունների մեջ Հիսուսը Ղուկաս ավետարանում հետեւյալ խոսքերն ասում Ղուկաս 12:49-ը համարում եւ այս process-ը հիմա կատարվում է Ես կրակ ձգելու եկա երկրի վրա ու ինչ կուզեմ եթե արդեն բորբոքած է բայց մկրտություն մը ունեմ մկրտելու եւ ինչպես կտագնապեմ մինչեւ կատարվի կկարծեք թե ես երկրի վրա խաղաղություն ունենալու եկա ձեզի կսեմ ոչ հապա բաժանում վասնզի ասկեյետ մեկ տան մեջ 5-ը իրար մե բաժանված պիտի լան 3-ը երկուքեն երկուքը երեկեն Հայրը պիտի բաժանվի որդին, որդին հորմեն, մայրը աղջկեն ու աղջիկը մորմեն, կեսուրը իր հարցեն ու հարսը իր կեսուրեն։ Այստեղ խոսքը վերաբերում է ապաշխարող եւ անապաշխար մարդկանց, բայց Աստված օգտագործում այս անձնավորություններին մեզ հղկելու եւ սրբատաշելու։ Փառք Տիրոջը։ Հիմա պատկերացնում եք Պողոսի նման Ձեզ համար ամեն մեկիդ համար Աստված միած սատանայի հրեշտակ էլ կարգի, պատկերացնում եք, որ Պողոսին ինչ էր անում, բռնցքահանում էր, չէ, ինչի համար, որ չհպարտանա, Փառք Տիրոջը սրա համար, եթե մեզ համար Աստված թույլ է տալի հարսին կեսուրին, եղբորը կամ քրոջը, ընտանիքում, հորը կամ մորը, հարազատի կամ ում որ հարգում սիրում ես Մեկ էլ տեսնես դրա միջոցով Աստված քեզ ծնկի է բերում, որ քո փառքից ու եսից հրաժարվես, կոդրվես, սրբատաշվես, դու իրանց վատ աչքերով մինա, իրանց համար աղոտ կարա, իրանք էլ կապաշխարեն, փառավորվի Տերը։ Եվ ես շատ այդպես ծառաներ գիտեմ, Աստծո զավակներ, որոնք աղոթել են, լացել են, կարող է իրանց կենդանության օրոք Նրանք չեն ապաշխարել, բայց որտեղ իրանց վերցրել նրանք ապաշխարել են, փառավորվի Տերը։ Հավատացեք ու վստահեք ձեր ամեն մի աղոթքին, որ Տերը լսում է ու պատասխանելու է։ Լրիվ գրանցում է Աստծո կողմից։ Ես ուղղակի ուզում եմ ամփոփել բոլոր այն մտքերը, որ Սուրբ Հոգին դրեց եղբայրներից մեջ, որ նախ Վարդան ջան, Քրիստոսով ուզում եմ մի հատ շատ ընտիր Եսայի մարգարեությունից համար ընթերցել շատ գեղեցիկ համար, որ Աստված սրտից մեջ դրեց, որ ճիշտ է ցրվեցիք, ճիշտ է ընդեղի ժողովուրդը ցրվեցին, բայց Տերը պիտի հավաքի, ցրեցին, բայց Աստված սրա մեջ գործ ուներ անելու, ինչպես եղբայրը վկայեց, որ շատերը դարձան իրենց սրտերը տվին Աստծուն, փառք Տիրոջը սրա։ Աստծո համար հասարակ բանա, թե Ղարաբաղը կլինի, թե Արևմտա Հայաստանը եւ այլը, գիտեք ինչ կա, մարդիկ կան, որ շատ բաներ են թողնում, գալի ասում են, գիտես այնտեղ որ մնային ինչքան ունեցվածք ունեի, ինչքան հաջողություն ունեի, ինչ լավ գործիքներ էի, լավ տներ կունենայի, լավ էս կունենայի,
Փառավորվի Տերը, որ մեզ ազատել է դրանից։ Ես միջև իմ ապաշխարելը Թիֆլիս ինձ համար եղել է իմ ամենամեծ սիրո քաղաքը, որ միշտ ուզեցել եմ ընդեղ լինել։ Բայց որ ապաշխարեցի, խաչ քաշեցի Թիֆլիսի վրա։ Որովհետև հայտնվեց իմ կյանքի մեջ երկնային Երուսաղեմը, իմ հայրենիքը, ձեր հայրենիքը, բոլոր իրեն հավատացողների հայրենիքը։ Հիմա որ զանգում են ասում Վալեր եղբայր, մի անգամ մի հատ եղբայր էր, հրյա եղբայր էր, գրեվել ես, ասում Վալեր եղբայր, ես չգիտեմ Տերը քեզ վերցրել է թե չէ, բայց ուզում եմ գամ փետրվար ամսին միասին թեկուզ թեյ կխմենք, բայց միասին աղոթք կանենք Իսրայելի ժողովրդի փրկության համար։ Ասի հլա առայժմ այստեղ եմ, բայց ուշքումիկս երգիկն է, դեռ հայրենիք չեմ գնացել։ Հիմա երբ որ հաճախակի Կիրակյորը երբ որ ասի օրերս հաշված են, Փարտիրոջը որ օրերս հաշված են, եւ շատ շուտով այս մարմնից վերկանալով պետք է երկինք գնամ ես էլ դուք էլ, գիտեք Ժորժ ջան, այս որոշողը մենք չենք, օր կլնի, տարի կլնի, ամիս կլնի, Աստված երբ հրաման տվեց, արծաթեթելը պիտի փրթվի եւ մեր հոգին պիտի վերցվի, որովհետեւ մարմինը հող է, հողին պիտի դառնա, հոգին էլ Տիրոջը պիտի դառնա, բայց ասում եմ, երանի նրան, ով որ կգնա ու Հիսուսի կողքին կնստի, երանի այն սուրբերին, այն հավատացյալներին, միշտ աղոթք եմ անում, դայմ եմ իմ իրավիճակներին ասում, ես արժանի չեմ, Տեր Աստված, իրոք այդ արժանիքները չունեմ, այն սուրբերի նման, որ գամ կողքդ նստեմ, բայց դու դա կարաս անես, որովհետև կարդում եմ իմ ամենասիրած համարներից, Եսայ մարգարեության 63 գլխի 15 խոսքից ամփոփելով խոսքս եւ պետք է հետո աղոթք անենք։ Երկնքեն նայե, քո սուրբ ու փառավոր բնակությունը տես, ուր է քո նախանձդ ու զորությունդ, քո աղիքներուդ գալարվիլը եւ ինձ երած ողորմությունները տարգելվեցան, քանզի մեր հայրը դուն ես, թեև Աբրահամ մեզ չգիտեր, ու Իսրայել մեզ չի ճանչնար, դու ով Տեր, մեր հայրն ես, ու սկզբեն քո անունդ մեր փրկիչն է, Հիսուս Քրիստոսը, ով Տեր, ինչու համար մեզ քո ճամփաներդ կմոլորեցնես, ինչու մեր սրտերը կխստացնես, որ քեզ մեջ չվախնանք, քո ծառաներուց սիրո համար, քո ժառանգությանը ցեղերում դարձիր, քո սուրբ ժողովուրդը իրեն ժառանգությունը քիչ ատեն վայելեցին, մեր թշնամիները քո սրբարաններ ոտնակոխերին, մենք այնպես եղանք, որպես թե դու մեր վրա չէիր տիրել, եւ քո անունդ մեր վրա չէր կանչվել։ Երանի թե երկինքը ճեղքերով վարիչն էիր, քո ներկայությունդ լեռները հալեին, խռիվները բնակեցնող կրակի պես, ջրերը եռացնող կրակի պես, ու քո անունը թշնամիների հայտնեիր, ու ազգերը քո երեսը դողային, ամեն, ալելույա, Փարտիրոջը։ Եվ Սոփոնիայում ասում է, որ երրորդ գլխի 14-ից կարդամ 20 համարն է հիմնականում, սա ասում է մեզ հարցին, ցնծա ով Սիոնի աղջիկ, բարձրաձայն աղաղակ է ով Իսրայել, բոլոր սրտով ուրախ եւ զվարթ եղիր, ով Երուսաղեմի աղջիկ, Տերը քո դատապարտությունը հեռացրեց քեզ մեր, Տերը իմ եւ քո վրայից այդ դատապարտությունը վերցրեց իր վրա ու խաչփայտին կամեց, Փառք Հիսուսի, Փառք Հիսուսի, Փառք Հիսուսի։ Քո թշնամիները վրընդեցին, Իսրայելի թագավորը Տերը քո մեջդ է, անգամ մներ չարիք պիտի չտեսնես, այն օրը Երուսաղեմին պիտի իսի մի վախենար, ու Սիոնի ձեռքը թող չթուլանա, քո Տեր Աստվածդ քո մեջը զորավոր է։ Այո, Հիսուսը մեր մեջ զորավոր է, եւ մեր սրտի մեջ, եւ եկեղեցու մեջ, եւ մեր ընտանիքներում։ Նա հաղթող էր ու հաղթելու գնաց։ Նա ալֆան է եւ օմեգան է, սկիզբը եւ վախճանը, փառավորվի ինքը։ Ավասիկ ես դու գամ, դրա համար հարցը որ լսում է, որ Տիրոջ գալուստը մոտ է պետք է ասի, Մարանաթա, Տերը, դու գա, արի, եկուր Տեր Հիսուս, արի իմ սրտի մեջ, իմ օջախի մեջ, եկեղեցու մեջ, իմ ծառայության մեջ, իմ վկայությունների մեջ, իմ ապրած կյանքի մեջ, իմ բանդխտության օրերի մեջ, որտեղ իմ դատապարտությունը դու վերցրել ես եւ դու իմ դատապաշտպանն ես, փառք ես։ Հանդիսավոր օրման նման քեզ մեր ցրվածները պիտի հավաքեմ,
ու նախատինքը քեզ մե պիտի հեռացնեմ, ահա ես այն ժամանակ բոլոր քեզ նեղողները պիտի սպառեմ, գաղը պիտի ազատեմ, վրընդվածը պիտի հավաքեմ, զանոնք գովելի ու անվանի պիտի ենեմ, Փարտիրոջը, Հայաստանում ընդունված է, նարեկացին և բոլոր սուրբերը գնացին մերան, գնացին ժամանակ հալածում էին, հիմա արդեն նրանց անունը բարձրացրել են, կգա մի ժամանակ, որ հիմա չարախոսում են ձեր մասին, վատ բաներ կարծիքներ ունեն, վատ բաներ են ասում, երբ որ Տերը վերցնի ու տանի, այն ժամանակ կհիշենը կասեն, նա աղեր, լույս էր, նա մեր մոտ որպես Աստծո դեսպան էր և մեզ միշտ սովորեցնում էր Տիրոջ ճանապարհները, որ մենք մեր հայացքը Հիսուսին ուղղենք, Փարտիրոջը, եղիր քաջ, զորավոր, Տիրոջ անունը դավանելու, Տիրոջ անունը վկայելու, թե ապրած կյանքով, թե խոսքով, թե զորությամբ։ Այն բոլոր երկրներում մեջ, որ նախատինք էին կրել։ Այն ատեն ձեզ ետ պիտի բերեմ, Վարդան ջան, այն ատեն ձեզ պիտի հավաքեմ ու երկրի բոլոր ժողովուրդների մեջ ձեզ անվանի ու գովելի պիտի ենեմ և ձեր գերությունը ձեր աչքերու առջև դադարեցնեմ կսետերը Փարտիրոջը։ Դրա համար մենք ավելի լավագույնի համար ենք ընտրված։ Ամենավեհությամբ, Աստծո ողորմությամբ և գթասրտությամբ մեր հրճի ու Տիրոջ աչքերի մեջ նայելու և նրա անունը փառավորելու։ Երանի այն հավատացյալների, որ այդ կրակի մկրտության ժամանակ սրբացում կապրեն, սրբությունից հետո էլ փորձվեն, հավատքի կյանքի մեջ կապ չունի, ուզում եք 40, 50, 100 տարվա հավատացյալն ես, վերջում պիտի փորձվես, վերջում պիտի քննություն տաս, ինչպես 10-րդ դասանում են քննություն տալի, բուհերում են քննություն տալի, մագիստրատուրա ընդունվելու համար և ավարտելու համար քննություն են տալի, այնպես էլ երկնային արքայություն մտնելու համար մենք բոլորս քննություն ենք տալու, Պողոսի նման արդյոք հավատքը պահելու ենք, թե չէ, թող Աստված մեր հավատքը բժշկի, մեր հավատքը ավելացնի, ինչպես Երեմիան ասում, որ մենք այն ընթացքը, այն բարի պատերազմը կարողանանք կատարել, պահել հավատքը և կենաց պսակը Աստծուց առնել, թող Աստծո ողորմությամբ այդ պսակը իջնի յուրաքանչյուրից գլխի վրա, բայց սրա համար պայքար ապետք, համբերություն ապետք, խաղաղություն ապետք, հանդուրժողականություն ապետք, սեր ապետք, որ գլուխ գործոցնա, որովհետև նրա մեջ կա բանական հոգի, նա սուրբ է, անարատ, արագաշարժ, նա երբեք որևէ մեկի կողքով անտարբեր չի անցնում, նա Աստծո զորության ճաճանչն է և ամենակարողի արմատն ու զորությունը փառավորվի Աստված։ Դրա համար կանգնենք նրա վեհության առջև, մեր վեհափառ Աստծո առջև և աղոթ կանենք, որ Աստված մեր հավատքը, սերը, միաբանությունը էլ ավելի ամրապնդի ու փառավորվի, ալելույա։